Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը բխում է մշակույթի ոլորտում կառավարության քաղաքականությունից եւ ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։ Մասնավորապես այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը եւ ոլորտում տնտեսական գործունեությունը ակտիվացնել, նպաստել հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաեւ Հայաստանում կինոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը, ֆիլմարտադրության զարգացմանը։ Պետք է նշել, որ Հայաստանում կինոյի ոլորտում իրականացվում են համատեղ արտադրությամբ կինոնախագծեր, սակայն ոլորտում առկա է պետական աջակցության եւ մասնավոր ներդրումային միջոցների սղություն, միաժամանակ օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքը Հայաստան եւս սակավաթիվ է նպաստավոր պայմանների բացակայության պատճառով։ Սակայն ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են եւ աշխատաշուկան նույնպես եւ կարող են գրավչությունը ապահովել ոլորտի համար, մասնավորապես Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները եւ ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական եւ սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները։ Եթե նայում ենք թվերին, կինոարտադրության ոլորտում պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019-ից 24 թվականների համար կազմել է տարեկան միջինում 309 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում կինոարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 միլիոն դրամ։ Միաժամանակ մենք տեսնում ենք ոլորտում առկա է հետաքրքրություն եւ կան նախնական պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ համատեղ կինոարտադրության եւ Հայաստանում ֆիլմեր նկարելու մասով։ Միջազգային փորձ ուսումնասիրելով տեսնում ենք, որ այս արտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որը ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում եւ մենք մի շարք երկրներում, ինչպես նաեւ օրինակ մեր տարածաշրջանային երկրներում, Վրաստանում փորձ ուսումնասիրելով տեսնում ենք, որ հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը միաժամանակ նպաստելով երկրի տնտեսական աճին։ Օրինակ Վրաստանում այս ծրագիրն իրականացվում է նկարահանիր Վրաստանում ձևաչափի ներքո, նմանատիպ մեխանիզմներ գործում են նաև Չեխիայում, Մալթայում, Խորվաթիայում, այլ երկրներում եւ այդ իմաստով նաև ցուցանիշները ցույց են տալիս, որ բավական արդյունավետ են։ Ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք, որ այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել եւ որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից։ Որոշման նախագծով թվարկվում են նաև, թե որոնք են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները եւ աշխատանքները, եւ այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչեւ 25%-ը։ Պետք է նշել, որ այս մոտեցումը կարող է խթանել թե կինոարտադրության ոլորտում ներդրումները, թե նաև ձևավորել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների որակյալ շուկա։ Միաժամանակ ներդրումների հավելյալ եւս մինչև 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում։ Կարևոր է ընդգծել, որ խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի կամ արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության հանրահռչակման, այսինքն Հայաստանին այնպիսի անդրադարձի, որը արժևորում, ներկայացնում եւ տեսանելի է դարձնում մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց արժեքները եւ այլն։ Եվ սա նաեւ զբոսաշրջության խթանման եւ նաեւ երկրի տեսանելիության բարձրացման ուղղված քայլ է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազային 25%-ի վերադարձը մրցունակ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների շարքում, խրախուսելով արտերկրի կինոարտադրողներին եւ սա ասում ենք նայելով նաեւ ուրեմն հարևանությամբ գործող երկրներում ձևավորված տոկոսները վերադարձի
Եվ սա դառնում է արդեն մեր առաջարկը մրցունակ միջազգային շուկայում, իսկ հավելյալ 10%-ի հետ վերադարձը ստեղծում է նաև հնարավորություններ միջազգային լայն լսարանի առջև մեր հանրապետության հանրահռչակման համար, ասեմ, որ արդեն ունենք կնքված հուշագրեր այնպիսի հարթակների հետ, ինչպիսին է Netflix-ը, եւ այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որպեսզի այդ պայմանավորվածությունները անցնեն գործնական հարթություն։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։